Ավելի քան 12 միլիարդ դրամ 52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագրի համար։ Այս գումարը ներառյալ գործադիրը այս տարի համաֆինանսավորել է 33 միլիարդ 635 միլիոն դրամի ծրագրեր։ Սա տարվա պլանավորածից ավելի է 200%-ով, 2024-ի համեմատ 2 միլիարդ դրամով։ Վարչապետը անդրադարձավ գազի ճանապարհի խնդրով իրենց ուղղված առանձին մարդկանց դիմումներին։ Պարզվում է այդ տունը հիմնական բնակավայրից, ասենք 5 կիլոմետր կտրված մենավոր տունը։ Ենթադրենք կարող ենք հատկացնել 300 միլիոն ճանապարհի համար կամ չգիտեմ 100 միլիոն կամ 50 միլիոն ճանապարհի համար 30 միլիոն գազի համար, բայց դա պրոբլեմ է, բա համայնքի են մյուս հատվածներում չլուծված խնդիրներ կա, համայնք կարող ասի մի րոպե, բայց այդ 100 միլիոնով ու 20 միլիոնով կարող եք ուրիշ խնդիր լուծեք, այս բանի գլխավոր հատակագիծ եւ այլ որ այդքան ասում ենք, սրա համար է կարևոր, ավելի լավ է մենք գերակա շահ ճանաչենք այդ տունը, որոշում կայացնենք, այնտեղ որտեղ անտրամաբանական կտրվածություն կա, ուղղակի մարդկանց այդ փողը տանք, առնենք իրանց տանք գումար, ասենք գնացեք ուրիշ տեղ տուն առեք, բնակավայրի ներսում կամ գնացեք կառուցեք։ Գազատարի կառուցումից մինչև խմելու, ոռոգման ջրագծերի նորոգում կառուցում, ջրահավաք ավազանների սլավատարի կառուցում, մանկապարտեզի հիմնանորոգում, ճանապարհի սալարկում, անցուղիների կառուցում։ Օրվա հատկացմամբ ֆինանսավորվող ծրագրերը այնքան շատ են, որ դրանք ներկայացնելու համար մոտ 1 ժամ պահանջվեց։ 300 միլիոն դոլարի չափ մենակ այս թվարկված ծրագրերով, այսինքն դպրոցները չենք ասում, մանկապարտեզները չենք ասում, առողջապահական կենտրոնների, հուշարձանների նորոգումը չենք ասում եւ այլն, այսինքն այս աներևակայելի թվեր են, որ ներդրվում է, հետո էլ ասում ենք մեր տնտեսության զարգացում բավոր դեից էստեղից։ Ում պետք է շնորհակալություն հայտնենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող եւ մոռանում եմ միշտ հիմա մի բան ենք ավելացրել, ՀԴՄ կտրող տրամադրող եւ ՀԴՄ պահանջել չմոռացող քաղաքացիներին պետք է շնորհակալություն հայտնենք։ Մանավանդ որ մոռացողների թիվը ոնց որ թե հենց ահագին շատ է։ Բյուջեի հավաքագրումները բավական լավ են, վարչապետի հարցին արձագանքեց ՊԵԿ ղեկավարը, երկնիշաճերը պահպանվում են։ Ամսի 20-ին իհարկե մուտքերի արդյունքներով ավելի հստակ պատկեր կունենանք, իսկ ՀԴՄ-ների մասին որ խոսեցիք, այդտեղ էլ պատկերը բավական լավն է ու բոլոր կտրոններով քանակով եթե նայենք 18%-անոց աճ ունենք, հասույթով 11%-անոց աճ ունենք, բայց այստեղ ուրախալին նա է, որ անկանխիկի վարքագիծը կտրուկ փոխվել է առևտրում եւ այս թվերի համեմատ կտրոնների քանակով անկանխիկի 52%-անոց աճ ունենք, իսկ հասույթների 31%-անոց աճ ունենք։ Բայց վատ լուր ունեմ ձեզ համար, պարոն Հակոբյան։ Այն որ վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին է, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Այս կանխիկի հարցը պետք է լուծենք։ Ժողովուրդ ինչն է սա պետք կանխիկ փողը մի հատ կարակ բացատրեք։ Ինչ են անում մարդիկ կանխիկով։ Կա շարք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Ասենք ինչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չի անել անկանխիկ փողով։ Չէ՞ մի հատ լուրջ գույքագրեք։ Որովհետև ինչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասի դե գիտես ընկեր ջան, սենց է մեր մոտ։ Ուրեմն եթե սենց անեք, սենց կանեք, փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա են վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կաբինետին վարչապետի հաջորդ հանձնարարությունը դրսից բջջային հեռախոսներ բերելու մասին էր, ասաց չի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն։ Բացառությամբ ոնց որ պայմանավորվել ենք, ամեն քաղաքացի տարեկան կարա մի հեռախոս իր անձնական, թող 2 հեռախոս թող տարեկան մտցնի, բայց այդ պետք է մենք կարողանանք վերստուգել։ Ոնց կարելի է ասենց վարվել։ Այսինքն մի ժամ ես կարդում եմ այս ծրագրերը։ Գյուղերը ցեխերի մեջ կոլոլված, ցեխից դուրս են գալիս։ Մի հատ էլ ասում են, հա ինչ են անում, ասֆալտ են անում, էլի։ Որովհետև իրանց պատկերացման մեր քաղաքացին, մեր գյուղացին պետքա ցեխի մեջ ապրի։ Բանի ռեզինի սապոգները մինչև ծնգից վերև հակած տնից դուրս գալու համար պետքա էսա
Դատախազության պետշահերի պաշտպանության հայցելի բավարարման արդյունքում Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացվեց մոտ $6 միլիոն շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք։ Գույքերից 2-ը Կոտայքում են, 2-ը Երևանում, 1-ը Լոռում, 1-ը Տավուշի, 1-ն էլ Արմավիրի մարզում։ Եթե ամփոփենք մեր պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում այս պահի դրությամբ մոտավորապես 66 միլիարդ դրամ արժողությամբ գույք եւ դրամական միջոց է վերականգնված Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին եւ այս պահի դրությամբ վերականգնված միջոցների միասնական հաշվին 21 միլիարդ դրամ ունենք մոտավորապես։ Չզեկուցվող հարցերով մի գույք եւս ամրացրել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Խոսքը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Անդրանիկ փողոց 8 հասցեում գտնվող մարզահամալիրին է վերաբերում, արտադատական կարգով ենք գույքը վերադարձրել։ Մոտ 330 միլիոն դրամ կհատկացվի Գետահովիտում UEFA ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ թողամասերի ձեռքբերման նպատակով։ Արդեն կան դրանց վաճառքի մասով 20 սեփականատերերի գրավոր համաձայնությունները։ Պատկերացում ունենք ստադիոնը քանի հանդիսատեսի համար է լինելու։ Այո, խոսում ենք առնվազն 10,000 տեղի մասին, մենք արդեն իսկ մեր Վանաձորի ստադիոնի շուրջ ունեցած նաև միջազգային գործընկերների հետ քննարկումներով հասկանում ենք, որ ունենալով տրիբունան ամբողջական շուրջ 12,000 հոգի հնարավոր կլինի տեղավորել, ինչպես նշեցի UEFA-ի 4-րդ կատեգորիայի ստադիոնի մասին է խոսքը։ Այս համատեքստում վերանայվում են խոշոր ճանապարհաշինական ծրագրերը, քննարկվում է Աթան-Ենոքավան-Ջուջևան ճանապարհի հարցը։ Վարչապետը պարզաբանեց մարզադաշտը տեղակայվելու է Գետահովիտի վարչական տարածքում Ենոքավանի ճանապարհին։ Երկու գյուղն զբոսաշրջային զարգացման լավ տեմպ ունեն։ Թարակիս տարածքում գտնվում է Իջևանի երկաթգծի կայարանը։ Եվ այսօր արդեն նախկինում խոսել ենք, մեր ճանապարհները, մեր բեռնափոխադրումների համար չեն երիքելու։ Հիմա առաջիկայում հույս ունենք եւ համոզված ենք, որ նաև զարգացումներ կլինեն Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ կապված, բնականաբար բոլոր ուղղություններով այդ ռազմավարությունը մենք պետք է մտածենք, այս առումով ես մտածում եմ, որ նախ ճանապարհների հարցին մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք եւ նաեւ Աթան, Ենոքավան, Ջուջևան կամ Կարմիր գյուղ, ինչպես ասում է ճանապարհը, շատ էական նշանակություն է ձեռք բերում։ Պահոստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ էլ կհատկացվի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքը, որը 1188 թվականին պատրաստված եւ քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկ է, ձեռք բերվի եւ տեղափոխվի Հայաստան։ Մինչև 1990-ական թվականները մեզ հայտնի էր միայն 8 նման կտորի մասին եւ փայտի ընդհանրապես փորագրության նմուշները բացառիկ են։ Եվ այս պարագայում խոսում ենք մի նմուշի մասին, այդ 8-ից մեկի, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին եւ գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում։ Մեզ հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք մեր ժառանգության կարևոր մաս են, փորձում ենք ձեռք բերել, նշեց նախարարը։ Վերջերս ձեռք է բերվել Արշիլ Գորգու կտավը, որը շուտով կլինի Հայաստանում։ Այդ աշխատանքի ժամանակ էլ նկատվել է փեղկը, որն օգտագործվել է հին հայկական եկեղեցիների մուտքի համար։ Բնորոշ է Բագրատունի այդ շրջանին։ Նախատեսվում է փայտյա դռան փեղկը ցուցադրել Հայաստանի պատմության թանգարանում։ Իդեպ վարչապետը մշակութային արժեքների համատեքստում կարևորեց ինքնաճանաչումը, նկատելով շատ դեպքերում մեր մասին պատկերացումները ձևակերպված են Հայաստանից հայկական իրականությունից դուրս։ Եվ դա մեզ կառավարելու մոդել է, ովքեր են լավը, ովքեր են վատը, ովքեր են բարեկամ, ովքեր են թշնամի։ Մեր արտաքին քաղաքականության եւ ընդհանրապես մեր ռազմավարության մասին խոսելիս եւ նաեւ միջազգային հարաբերությունների մասին խոսելիս մենք շատ բաներ կա, որ վերանայում ենք։ Գիտելիքի հիման վրա է շատ կարեւոր է։ Օրինակ դիվանագիտական դասագրքային ճշմարտությունը ասում է հետեւյալը. չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ կամ մշտական շահեր։ Իմ համոզմունքն է, որ դա իրականում ճշմարտությունը թաքցնելուն ուղղված արտահայտություն է, որովհետեւ իմ ընկալմամբ ճշմարտությունն է, որ չկան թշնամիներ եւ չկան բարեկամներ։ Կան ուղղակի միջազգային հարաբերություններ։ Ուղղակի հասկանում եք, պետությունը այն պահին է հասունանում, երբ որ հասկանում է, որ չկան բարեկամներ եւ թշնամիներ։ Երբ որ դու ասում ես չկան բարեկամներ եւ թշնամիներ, դու կենտրոնանում ես ինքդ քո եւ քո անելիքի եւ քո կայացնելու որոշումների վրա։ Իսկ երբ որ դու այլ տրամաբանությամբ ես մտածում, դու անդադ մտածում ես ոնց անեմ, թե այն մեկը այս որոշումը կայացնի, այն մեկը այն որոշումը, այն մեկը այն որոշումը, եւ դու ընկնում ես մի թակարդի մեջ,
Որտեղ քեզ որպես խաղակարդ օգտագործում են, այն մեկը իր համար, այն մեկը իր համար, այն մեկը իր համար, այն մեկը իմ համար, եւ բոլորը իրանց համար։ Եվ միակը, որ դու քեզ չես օգտագործում, դու ես, որ դու քեզ համար չես օգտագործում։ Բոլորը իրանց համար քեզ օգտագործում են, դու քեզ քո համար չես օգտագործում։ Հնարավոր չի պետությունից դուրս տրամաբանությամբ լինել պետություն։ Եվ մենք հիմա պետության տրամաբանության մեջ ենք եւ դրա համար ենք մենք այսօր պետություն։ Մայա Խաչատրյան, լուրեր։